Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր ապրիլի 14-ն է, մի փոքր ուշ ենք պատրաստում այսօրվա մեր հաղորդումը։ Մի փոքր վատ առողջ եմ, ճիշտն ասած, շատ թեմաներ չկար խոսելու, դրա համար սպասում էի կարևոր հարց լիներ քննարկելու, հարցեր ավելի ճիշտ, եւ դրանից բացի մի փոքր էլ վատ առողջ եմ, դրա համար որոշեցի ավելի ուշ անել այս հաղորդումը, եթե օրվա ընթացքում կարևոր այլ հարցեր քննարկելու չլինեն, երևի թե սահմանափակվենք այս հաղորդումով այսօր։ Դրա համար չափազանց կարևոր են ձեր լայքերը, քանի որ մենք հաղորդում ենք ամենայն հավանականությամբ անելու, եթե շատ շտապ հարց չլինի իհարկե։ Անհրաժեշտ է ձեր աջակցությունը, շատ կարևոր են ձեր լայքերը, մեկնաբանությունները, ինչպես նաև բաժանորդագրումը նույնպես, որպեսզի մեր այս եթերը կարողանա տարածվել եւ ավելի շատ մարդկանց հասանելի դառնա։ Կարծում եմ ամեն անգամ կարիք չկա հիշեցնելու, որ մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի էպիկենտրոնում եւ մեր յուրաքանչյուր հաղորդում ես վստահ եմ, որ մեծ օգուտ է տալիս այս տեղեկատվական պայքարի մեջ ճշմարտությունը հասցնելու մեր հասարակությանը։ Սկսենք Հայաստանին վերաբերող հարցերից, շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նաև աշխարհում տեղի ունեցողից։ Հաստատի Վլադիմիր Պուտինի ռեյտինգը կտրուկ ձևով նվազում է գրանցում տարվա սկզբանից։ Իրանի շուրջ նույնպես հետաքրքիր զարգացումներ կան, Եվրոպան հետաքրքիր դիրքորոշումներ է հայտնում, որը որ տրամաբանական շարունակությունն է ԱՄՆ Եվրամիություն հարաբերությունների, Լիբանանում հետաքրքիր զարգացումներ կան, իմիջիայլոց երկու մեր հայրենակիցներն են սպանվել Լիբանանում, որոնք որ իբր կապ ունեին Հեզբոլլահի հետ, իբր ասելով չեմ շատ հավատում, բայց նաև չեմ կարող բացառել, դրա մասին էլ կխոսենք մանրամասն նույնպես։ Ուրեմն սկսենք նրանից, որ Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարեց, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար ինքը մեկնում է Թուրքիա։ Լրագրողներին ինքը տեղեկացրել է, որ մեկնում է Ստամբուլ, նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ։ Շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչ ձևի հանդիպումներ տեղի կունենան Ստամբուլում։ Թուրքիայի հայ-թուրքական հարաբերություններին է անդրադարձել նաև Ռուբեն Ռուբինյանը, նա նշել է, որ թուրքական կողմը արդեն այս տարի սկսել է վերականգնել անցումային կետը Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Գիտենք, հետ է ընկնում Թուրքիան եւ Ռուբեն Ռուբինյանը ասում է, որ հիմա գնդակը թուրքական դաշտում է եւ մենք սպասում ենք պայմանավորվածությունների արդեն իրականացում։ Իմիջիայլոց Ռուբեն Ռուբինյանին եւ Ալեն Սիմոնյանին լրագրողներ անընդհատ փորձում էին հարց տալ հայ-ռուսական հարաբերություններից, տնտեսական սպասվող խնդիրների վերաբերյալ։ Հստակ նկատվում է, սիրելի հայրենակիցներ, այն, որ կարծես որոշ լրատվամիջոցներ հրահանգ են ստացել հենց այդ հարցը տալ, քանի որ Մոսկվայից ասել են, որ ահա այդ հարցերը տվեք, հետո մենք կստեղծենք տնտեսական խնդիրներ։ Ճիշտ է, թե Ալեն Սիմոնյանը, թե Ռուբեն Ռուբինյանը համարյա թե հերքում էին, որ նման բան կա եւ նման բան կարող է տեղի ունենալ, ես իրանց հետ ճիշտ ասած համաձայն չեմ, քանի որ գիտեմ, որ այս 2 ամիսների, 1.5-2 ամիսների ընթացքում կարող են նույնիսկ ընտրություններից հետո բավականին լուրջ խնդիրներ լինեն։ Ռուսաստանը պատրաստվում է դրան, որպեսզի ազդի ընտրությունների արդյունքների վրա, հետո արդեն եթե տեսնեն, որ բան չստացվեց, բան չփոխվեց Հայաստանում, կարող է փոխեն իրենց մոտեցումները, բայց հիմա շատ լավ պատրաստվում են, դրա համար այս հարցերը տալիս են, անում են այնպես, որ Հայաստանի իշխանությունները կամ իշխանության ներկայացուցիչները կամաց հերքելու գնան այդ հարցերը եւ հետո արդեն իրենք սկսեն իրենց գործողություններին դիմել։ Դրա համար ոչ միայն ես համաձայն չեմ Ալեն Սիմոնյանի եւ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունների հետ, այլ ճիշտ ասած հակառակն եմ սպասում։ Ռուսաստանի Դաշնությունը կարճ ժամանակով նման քայլերի դիմելու է։ Կոնյակի հետ պատմությունը շատ լավ արդեն գիտեք։ Այդպիսի պատմությունները կշատանան, բայց դա շատ երկար չի տևելու։ Ահա ամենակարևորը դա է։ Շատ երկար այս ամենը չի տևելու։ Դրա համար խորհուրդ կտայի Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներին պատրաստվել այսպիսի զարգացումների եւ եթե լրագրողները հատկապես պրոռուսական թեքում ունեցող, բայց եթե ավելի կոնկրետ եւ ճիշտ լինենք, Ռուսաստանից թելադարանքներ ստացող լրատվամիջոցները այդ հարցը տալիս են, շատ լավ գիտեն թե ինչ է տեղի ունենալու։
Հիմա առաջարկում եմ անցնել միջազգային հարցերի քննարկմանը, քանի որ եթե Հայաստանի շուրջ ներքաղաքական այդ գործընթացները սկսենք քննարկելու, շատ ենք խրվելու, իսկ դրա միանշանակ հավասը չունեմ այսօր խորանալու, քանի որ աշխարհում էլ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, իսկ Հայաստանում հիմա այն պահը չէ, այն իրավիճակում չենք գտնվում, որ շատ երկար քննարկման թեմա սարքենք նախընտրական եռուզերը, որը որ հիմա արդեն հասունանում է Հայաստանում։ Ուրեմն Նետանյահուն երեք հայտարարություններով է հանդես եկել Եվրոպայի մասին, երևի շատ իրեն դուր չի եկել, որ Օրբանը չի վերընտրվել Հունգարիայի վարչապետ, Մադյարն է ընտրվել, եւ դրա համար Նետանյահուն որոշել է Եվրոպայի հասցեին քննադատական հայտարարություններով հանդես գալ, դե իրեն դուր չի գալիս նաեւ Իսպանիայի դիրքորոշումը, Իսպանիայի վարչապետը ամեն օրվա ռեժիմով կարծես քննադատում է, այսօր նաեւ Իտալիայի վարչապետն է հայտարարությամբ հանդես եկել, ռազմական համագործակցություն են խզում Իսրայելի հետ։ Դրա համար Նետանյահուն կատաղել է Եվրոպայի վրա եւ ասում է, որ Եվրոպան կորցնում է իր ինքնությունը, ինչպես նաեւ իր ինքնության նկատմամբ վերահսկողությունը եւ վարակված է խորը բարոյական թուլությամբ։ Այսինքն լավ անպատվել է Եվրոմիությանը, դե վերջին բռնապետներն են, իրենք պետք է այսպես վարվեն, թե Նետանյահուն, թե Օրբանը եւ մնացածները էլի չթվարկեմ, շատ կան ցավոք սրտի, բայց նրանց թիվը գնալով նվազում է։ Բարեբախտաբար, ինչի օրինակներ վերջին ընտրությունները Հունգարիայում։ Ես հույսով եմ, որ Իսրայելում եւս ժողովուրդը ի վերջո կկարողանա ճիշտ ընտրություն կատարել եւ հաղթանակ տանել Նետանյահուի նկատմամբ։ Իսկ Հունգարիայից հետաքրքիր հայտարարություններ են հնչում, Մադյարը ամեն օրվա ռեժիմով նորանոր հայտարարություններ է անում։ Խոսել է նա Ուկրաինայից, ասում է, որ Ուկրաինան կոնկրետ զոհ է այս ագրեսիայի եւ ճիշտ չէ, որ զոհին ստիպում են զիջումների գնալ։ Ես կարծում եմ սա ինքը ոչ միայն Օրբանի նկատի ուներ այս հայտարարությունով, այլ նաեւ ինչ որ միտեղ դիպչում էր նաեւ Թրամփին, քանի որ Վենսն էլ քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի ընտրությունների մասով, բայց Մադյարը այնպիսի հայտարարություն է արել, որ օրինակի համար շատ չցավացնի ամերիկացիներին, ասել է, որ եթե օրինակի համար մեզ ստիպեին մեր տարածքները հանձնել, ինչպես կվարվեինք մենք։ Այս ամենից ելնելով մենք հասկանում ենք, որ Մադյարը չի պատրաստվում բլոկել, վետո դնել այդ 90 միլիարդ դոլարների վրա։ Փեզեշկյանի Մակրոնի եւ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հիմա արդեն անցնենք Իրանի թեմաներին։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր հեռախոսազրույց, փորձում է Մակրոնը ամեն ինչ անել, որպեսզի բանակցությունները շարունակվեն, եւ Մակրոնը ասում է, որ կոչ արեցի շարունակել բանակցությունները, բայց նա նշում է, որ շատ կարեւոր է, որ Լիբանանում պատերազմը դադարեցվի, հրադադարը պետք է տարածվի նաեւ Լիբանանի վրա, բայց ասում է, որ նույնքան կարեւոր է Հորմուզի նեղուցի հնարավոր շուտ վերաբացումը, բայց վերաբացումը առանց սահմանափակումների կամ վճարների։ Այսինքն թե Իրանին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին Մակրոնը կոչ է անում անհապաղ բացել Հորմուզի նեղուցը։ Եվ Իրանին էլ ասում է վճարները չպետք է վերցնես։ Ազատ պետք է լինի Հորմուզը միջազգային նավարկության համար, ինչպես որ նախկինում էր։ Ատլանտիկ պարբերականի լրագրող Արաշ Ազիզին հղում անելով իր աղբյուրների վրա տեղեկացնում է, որ հերթական բանակցությունների փուլը ապրիլի 16-ին կկայանա Իսլամաբադում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։ Այսինքն բանակցությունները դեռևս կենթանի են, շարունակվում են եւ Reuters-ն էլ հետաքրքիր մի տեղեկություն է հայտնում նույն այդ թեմայով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչները շուտով կմեկնեն կրկին Իսլամաբադ բանակցությունները շարունակելու համար։ Այսինքն Reuters-ը նույնպես այդ մասին խոսում է։ Այսինքն մենք հիմա սպասում ենք, որ շուտով այդ բանակցությունները կվերասկսվեն։ Ուղղակի Reuters-ի տեղեկություններով դա տեղի կունենա հաջորդ շաբաթ, եթե հաջորդ շաբաթ, ուրեմն ոչ ամսի 16-ին, այլ ամսի 16-ից հետո։ Բայց ահա այս ֆոնին հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Միջայլոց վերջին օրերին ինքը շատ է ակտիվացել Իրանի հարցի շուրջ։ Նախկինում խոսվում էր, որ ինքը փորձում է Թրամփին համոզել դադարեցնել այս պատերազմը, հիմա արդեն երևի իրեն տվել են այդ լիազորությունները կամ
Թրամփը խնդրել է ավելի շատ զբաղվել Իրանի գործով, դրա համար հայտարարություններով է հանդես գալիս բանակցությունների եւ մասնակցում Վենսը, եւ հիմա Վենսը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր արժեվ դրված բոլոր ռազմական խնդիրները ավարտել են, հասկացնում է, որ պատերազմը կարող է ավարտվել, բայց նույն ժամանակ ինքը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում են Իրանից, որպեսզի Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը, ապագայում հնարավորություն պետք է տա Իրանը, որպեսզի այդ հարստացված ուրանը Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանան դուրս բերել այդ երկրից։ Վաշինգտոնը սպասում է Թեհրանից, որպեսզի Թեհրանը բացի Հորմուզի նեղուցը, ու եթե Իրանը հրաժարվի բացել Հորմուզի նեղուցը, բանակցությունները ֆունդամենտալ ձևով կարող է փոփոխություն կրեն, այսինքն ի վնաս Իրանի, այդպես է ակնարկում J.D. Vance-ը, բայց նույն ժամանակ ասում է, որ այն բանակցությունները, որոնք որ տեղի ունեցան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, բավականին հաջողակ էին եւ հետաքրքիր եւ կարեւոր առաջընթաց այնուամենայնիվ այդ բանակցությունների ընթացքում գրանցվել է։ Դե տեսնելով իրանական կողմի հայտարարությունները, տեսնում ես, որ Իրանը ճիշտ է մաքսիմալիստական որոշ պահանջներ փորձում էր պահպանել, բայց նույն ժամանակ ճկունություն էր ցուցաբերում այդ բանակցությունների ընթացքում, այսինքն Իրանում հստակ երկու թև կա, արդեն պարզ է դառնում եւ մեկը ծայրահեղական է, մյուս թևը փորձում է պայմանավորվել եւ գնալ զիջումների եւ այդ երկու թևերի ազդեցությունը հստակ զգացվում է։ Հիշում եք, երեք ասում էի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջությամբ շրջափակման մեջ է վերցրել Իրանը ծովից, բայց Reuters-ի տեղեկություններով այնուամենայնիվ չինական տանկերին թույլ է տրվել մտնել Հորմուզի նեղուց, բեռնվել եւ դուրս գալ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չի խոչընդոտել չինական այդ տանկերին, չնայած տեղեկությունները հակասական են, բայց ահա Reuters-ը այդպիսի տեղեկություններ է հայտնում։ Եթե դա տեղի է ունեցել, սա շատ հետաքրքիր զարգացում է, քանի որ հիմնականում իմ պատկերացմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ շրջափակումը անում էր նաև նրա համար, որ Չինաստանը չկարողանար նավթ ձեռք բերել Իրանից եւ խնդիրներ ուներ Չինաստանը։ Այս հարցի շուրջ հետաքրքիր ձևով համընկնում է Եվրամիության եւ Չինաստանի դիրքորոշումը։ Երեք եթե մենք խոսում էինք այն մասին, որ Չինաստանի պաշտպանության նախարարներ հանդես եկել հայտարարությամբ, հիշում եք, ինչ որ միտեղ նաև դա սպառնալիք էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեին, շատ մեղմ, շատ գրաքետ, շատ քողարկված, բայց երբ որ պաշտպանության նախարարն է անում այդպիսի հայտարարություն, կարծում եմ բոլորի համար ամեն ինչ շատ պարզ է։ Մենք նաև երեք տեսանք, թե ինչպես Չինաստանի արտգործ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ Հորմուզի նեղուցի մասով, ասելով, որ եթե պատերազմը դադարեցնեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներին էր ասում եւ Իսրայելին, ապա Հորմուզի նեղուցը կբացվի, դա է պատճառը, որ Հորմուզի նեղուցը փակ է։ Այսօր արդեն հայտարարությամբ է հանդես եկել Կայա Կալասը, Եվրամիության դիվանագիտության ղեկավարը, փաստացի արտգործ նախարարը, այսպես ասենք, Եվրամիության, եւ նա ասում է, որ Եվրամիությունը չի հասկանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները Հորմուզի նեղուցում եւ Եվրամիությունը պաշտպանում է ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցով։ Սա հայտարարությունը, որը որ հիմնականում ուղղված է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, քանի որ սկսվում է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով, բայց նաև ուղղված է Իրանին միանշանակ։ Կարծում եմ կարևոր է նաև նշել, որ այն բանակցությունները, որոնց մասին խոսում էր Էմանուել Մակրոնը, բանակցությունները, որոնք որ պետք է տեղի ունենային Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջև Հորմուզի նեղուցի մասով, դրանք արդեն մեկնարկել են, եւ մենք տեսնում ենք, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չեն ցանկանում ռազմական որևիցե գործողության ներգրավել, ուղղակի ուզում են դիվանագիտական ջանքերը ակտիվացնելով հասնել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։ Լիբանանի մասով շատ կարևոր է նշել, որ Իսրայելը վերսկսել է իր ռազմական հարվածները եւ ինչպես արդեն նշեցի, նաեւ տեղեկություն կար երեք, որ մեր հայրենակիցներն են սպանվել, նրանցից մեկը փաստացի ընկած է եղել Հեզբոլլահի հիմնադիրների այդ շարքում է եղել։ Հիմա նրա դին տեղափոխում են Հայաստան հուղարկավորության համար, տարբեր տեղեկությունների համաձայն, հատկապես լիբանանյան, դա
տպում են նաև իսրայելական լրատվամիջոցները, ճիշտ ասած չեմ կարող ասել որքանով այդ մեր հայրենակիցները ջիհադիստներ էին, ճիշտ ասած Հեզբոլլահի կազմում լինելու համար եւ այդ մահապարտների գերեզմանում թաղման արժանանալու համար, որին իրեն արդեն արժանացրել էին, բայց հիմա ինչպես նշեցի պետք է տեղափոխեն Հայաստան, մարդը պետք է իսլամ ընդունած լիներ։ Եթե այդպես է, ապա այդ մեր հայրենակիցները երևի թե իսլամ էին ընդունել եւ միացել այդ տերորիստական խմբավորմանը, ինչը բնականաբար լավ չէ։ Բայց ինչ անենք, ահա ունենք նաեւ այդպիսի տեղեկություններ։ Հետաքրքիր տեղեկություններ ունենք նաեւ Պարսից ծոցի երկրներից, տեղեկություն կա այն մասին, որ Սաուդյան Արաբիան պահանջել Ամերիկայի Միացյալ Նահանգներից դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջափակումը եւ ոչ միայն Սաուդյան Արաբիան, այլ նաեւ մնացած Պարսից ծոցի երկրները նաեւ վախկա, որ Էլ-Մանդեբի նեղուցը նույնպես կարող է փակվել, քանի որ Իրանը կարող է ունենալ դրա հնարավորությունը, Հութիների միջոցով Իրանը պահանջում է նաև Պարսից ծոցի երկրներից փոխհատուցում։ Հիշում եք, երկու օր առաջ խոսում էինք այն մասին, որ փոխհատուցում էին պահանջել Իրանից Պարսից ծոցի երկրները։ Մի քանի երկիր միանգամից փոխհատուցում էր պահանջել Իրանից, հիմա Իրանն է պահանջում փոխհատուցում ռազմական գործողությունների համար Պարսից ծոցի երկրներից։ Դրանից բացի միտեղ տեսա թիվ, որ ընդհանուր առմամբ Իրանը այս պատերազմի համար, 40-օրյա պատերազմի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսրայելից եւ հավանաբար նաեւ այդ ցուցակի մեջ են նաեւ Պարսից ծոցի երկրները, ընդհանուր առմամբ պահանջում է $250 միլիարդ ավել գումար։ Այսքանը հիմնականում Իրանի մասով։ Մի քանի խոսքով անդրադառնանք նրան, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության մեջ, քանի որ հետաքրքիր տեղեկություններ ունենք, իմիջիայլոց այդ տեղեկությունների հեղինակները Forbes-ը եւ Bloomberg-ը ասում են, որ բավականին լուրջ խնդիր է առաջացրել Ռուսաստանի իշխանությունների որոշումը Telegram-ի արգելափակման հետ կապված, WhatsApp-ը արգելափակեցին, YouTube-ը փակեցին, Telegram-ն են հիմա փակում եւ էլի շատ բազմաթիվ ուրիշ կայքեր, Facebook, Instagram այդպես շարունակ, դա բավականին մեծ դժգոհություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության մեջ, կան նաև տվյալներ, որ տարվա սկզբից մինչև հիմա Վլադիմիր Պուտինի ռեյտինգը ընդհանուր առմամբ 8%-ով նվազել է, դա բավականին մեծ զգալի թիվ է ցուցանիշ եւ Ռուսաստանի իշխանությունները սկսել են արդեն մտահոգվել այդ կապակցությամբ ու կարծես թե որոշում կա, որ հիմա արդեն մեղմացնելու են Telegram-ի նկատմամբ այդ ճնշումները, հնարավոր է նաև այլ ապագայում թույլատություններ, չնայած այսօր Պեսկովը խոսում էր եւ այլ ձևով էր այդ ամենը մեկնաբանում, բայց ըստ Forbes-ի եւ Bloomberg-ի կան նման տեղեկություններ, կան նման աղբյուրներ, որոնց հղում անելով խոսում է կոնկրետ այն մասին, որ կարող է այդ լարվածությունը թույլաtsվի Ռուսաստանում։ Ռուսաստանի իշխանությունները հասկացան, որ իրենց այդ քայլերը վնաս է հասցնում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հեղինակության։ Բայց արի կանկեղծ լինենք, միայն դա չէ, այստեղ էլ մենք տարբեր աղբյուրներում տեսանք, որ նշում են, որ ոչ միայն ինտերնետի հետ են կապված այդ խնդիրները, այլ նաև սոցիալ-տնտեսական բնույթ են կրում նաև այդ խնդիրները։ Օրեցօր ավելի շատ են զգացվում սոցիալ-տնտեսական խնդիրները Ռուսաստանում, իմիջիայլոց երբ որ Ռուսաստանից մարդ է գալիս մեզ մոտ, նայած թե որտեղից են։ Եթե Մոսկվայից ու Լենինգրադից են կամ այլ մեծ քաղաքներից, մարդկանց հետ խոսում ես, տեսնում ես, որ բավականին adekvat մարդիկ են, շատերը նրանցից եւ ասում են, հա մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ եւ օրեցօր կյանքի որակը ավելի վատանում է։ Մարդիկ դժգոհ են Վլադիմիր Պուտինից, մարդիկ դժգոհ են այս պատերազմից։ Իսկ եթե այլ շրջաններից են, ավելի փոքր քաղաքներից կամ գյուղերից, ապա լրիվ այլ կարծիք եւ տեսակետ ունեն, ասում են, որ չէ, Վլադիմիր Պուտինը հերոս է, միակ առաջնորդն է եւ ինչ անում է ճիշտ է անում Ուկրաինայի նկատմամբ։ Կրկնեմ, քաղաքակիրթ մասը Ռուսաստանում այլ կերպ է մտածում եւ հիմնականում այդ քաղաքակիրթ մասը գտնվում է մեծ քաղաքներում։ Իսկ մեծ քաղաքները շատ որոշիչ դեր են խաղում Ռուսաստանի քաղաքական կյանքում։ Դրա համար ես չեմ բացառում, որ Ռուսաստանի իշխանությունները ի վերջո հասկանան իրենց սխալը
տեսնեն վտանգներ իրենց իշխանության համար եւ գնան այդպիսի որոշումների։ Ես շատ հույսով եմ, որ իրենք կգնան այդպիսի որոշումների եւ հանգիստ կթողնեն մեզ, Հայաստանին, ու կզբաղվեն իրենց երկրում գոյություն ունեցող խնդիրներով։ Այս պայդրությամբ այսքանը հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։